այստեղ դավանաբանական հարցերի վերաբերյալ կարծիք արտահայտվեց, կարգավորությանը բերեց ամեն ինչ ոնց որ կապվեց, ուզում եմ շեշտել, որ մենք դավանաբանական հարցերով կարգավորված եղած չենք եւ կարծում որ դատարանում այս թեման քննարկելը ավելորդ է։ Երկրորդ, փաստաբաններից մեկը ասում էր, որ Արագածոտնի թեմը ունի վարչական ղեկավար եւ փաստացի թեմը վարում է վարչական ղեկավարը, իսկ մյուս փաստաբանն ասում է, որ մենք գործ ունենք Արագածոտնի թեմի առաջնորդի հետ։ Հիմա այստեղ հակասություն այլևս առաջանում, մենք գործ ունենք Արագածոտնի թեմի առաջնորդի հետ, թե այլևս նախկին առաջնորդի հետ, եւ սա պետք է շեշտվի։ Երրորդ, այստեղ պետության ուրեմն անվտանգություն տրամադրելու մասով մենք ունենք լուրջ ուրեմն պատճառներ, որ պետությունը պիտի մեզ անվտանգություն տրամադրել, որովհետև այստեղ հնարավոր է, որ վնասվեր ոչ միայն ես, այլ նաև իմ ընտանիքը եւ նաև ինձ հետ ուժող Տեր Թադեի ընտանիքը եւ կա տեսանյութերը նախաքննական մարմին մենք տրամադրել ենք, թե ինչպես են շրջափակել մեր տունը, ինչպես են վախեցրել ինձ, իմ կնոջը, երեխաներիս։ Շարունակության մեջ պիտի շեշտեմ, որ մենք նաև մեր կարգալուծությունը չենք ընդունում, որովհետև նոր հարգարժան փաստաբանն ասաց, որ փաստացի այս մարդիկ կարգալուծ եղած են եւ որևէ առնչություն չունեն հայ առաքելական եկեղեցու հետ, ուզում եմ հարգարժան փաստաբանին որպես հոգևորական տեղեկացնել, որ եթե անգամ ընդունենք մեր կարգալուծությունը, դա դեռ չի զրկում մեզ հայ առաքելական եկեղեցու ուրեմն զավակ լինել եւ կարգալուծությունը դեռ չի նշանակում առհասարակ հայ առաքելական եկեղեցուց լինել դուրս եւ որոշողը կարծում փաստաբանը չպետք է լինի, մենք հայ առաքելական եկեղեցու անդամ ենք, թե ոչ։ Հաջորդը, որ դարձյալ կուզեմ շեշտել, այստեղ կարևոր է, որ մենք գիտակցենք ու հասկանանք, որ բացի մեր հոգևորական լինելը, մենք նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, եթե մեր իրավունքները ոտնահարված է, իսկ մենք այստեղ տեսնում ենք, որ փաստացի, ուրեմն եկեղեցական վերադասը իր արտոնություններից օգտվելով նաև եկեղեցական հակականոնական կեցվածքը ընդգրկել ընդունել, որովհետև տվյալ մարմինը, որը որ զբաղվում է մեր կարգալուծություններով, դրա ոչ բոլոր անդամներն են ստորագրել, այսինքն այն մարմինը, այն խորհուրդը, որը ստեղծվել էր կարգալուծությունների հարցը քննարկելու համար, այդ մարմնի ոչ բոլոր անդամներն են համաձայն եղել մեր կարգալուծության հետ։ Հետևաբար տվյալ մարմինը այնտեղ էլ անգամ խնդիր կա, որտեղ ստեղծված մարմինը իր գնահատականը բացասական է տվել, իսկ ամենայն հայոց կաթողիկոսը հաշվի չի առել այդ մարմնի տված գնահատականը։ Եվ վերջինը, որ կուզենամ եմ կրկնել, այստեղ փաստաբանը շեշտեց, որ այս մարդիկ հաշվի չեն առել ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը, ես ինքս անձամբ ուզում եմ շեշտել, որ ես հաշվի եմ առել ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը, այն հրահանգը, որ իջեցվել էր ընդհանուր այս իրավիճակի չստեղծման համար, բայց փաստացի հակառակ կողմը ինքը առաջինն է դերքել կամ չի կատարել ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը։ Իսկ դուք փաստացի ներկայում եք հովանավորում Այո, քանի որ չեմ ընդունում իմ կարգալուծությունը եւ պաշտոնի չարաշահում եմ համանուն, շարունակում կարող եմ։ Իսկ թեմ հոգեվորականների հետ դուք ինչ-որ շփվում եք, հիմա չեք շփվում, այսինքն թեմը ես ճիշտ եմ հասկանում, կենտրոնական մարմինը գտնվում է աշտարակում։ Կենտրոնական մարմինը գտնվում է աշտարակում, առհասարակ ինչի վերաբերում է կալանքի հարցով մնա թե չմնա, բայց քանի որ թեմի կողմից շարունակում էին խոչընդոտել մեր աշխատանքը եւ կամ վարչական ղեկավարն է խոչընդոտում կամ միգուցե նաեւ թեմի նախկին առաջնորդը, հետեւաբար մենք մեր այս աշխատանքային process-ի մեջ խոչընդոտների հանդիպել ենք եւ թեմը ունի վարչական խորհուրդ, այո, թեմի վարչական խորհուրդը հաշվի չառնելով մեր անմեղության կանխավարկածը որոշակի խոչընդոտներ է հարուցել մեր ծառայության մասին։ Շատ նստեք